Իր միակողմանի հայտարարությամբ Ադրբեջանը ընդունելով խաղաղության համաձայնագրի տեքստի շուրջ բանակցությունների վերջնականացման փաստը միաժամանակ առաջ է քաշել արհեստական նախապայմաններ։ Հայաստանի խնդրանքով հրավիրված ԵԱՀԿ մշտական խորհրդի հատուկ նիստի ժամանակ հայտարարել է փոխարտգործնախարար Ռոբերտ Աբիսօղոմոնյանն, ընդգծելով, որ Բաքուն պահանջում է Մինսկի գործընթացի կառույցների դադարեցում, չնայած այն փաստին, որ բանակցությունների ընթացքում հայկական կողմը մի շարք առիթներով ի ցույց է դրել իր կառուցողական մոտեցումը։ Անդրադառնալով Հայաստանի սահմանադրությունը փոխելու Բաքվի պահանջին, Աբիսօղոմոնյանը վերստին նշել է, Հայաստանը տարածքային պահանջներ չունի Ադրբեջանի նկատմամբ։ Միևնույն ժամանակ փոխարտգործնախարարը նկատեց, իրականում մտահոգություն է առաջացնում հենց Ադրբեջանի սահմանադրությունը, քանի որ այն պարունակում է դրույթներ, որոնք ենթադրում են տարածքային հավակնություններ Հայաստանի նկատմամբ։ Ադրբեջանի նախագահի հատուկ հանձնարարություններով ներկայացուցիչ Էլչին Ամիրբեկովը կոչ է արել Երևանին արագացնել խաղաղության համաձայնագրի ստորագրման գործընթացը, նշելով մեջբերում այդ հնարավորությունը հավերժ չի լինի, իսկ այն բաց թողնելը ըստ ադրբեջանցի պաշտոնյայի սխալ կլինի։ Բաքվից միևնույն ժամանակ կրկին պնդում են, որ մեջբերում Հայաստանը պետք է փոփոխի իր սահմանադրությունը, հրաժարվի տարածքային պահանջներից եւ դուրս բերի օտարուժերը սահմանամերձ տարածքներից։ Ֆրանսիան Ուկրաինային 2 միլիարդ եվրոյի լրացուցիչ ռազմական օգնություն կտրամադրի, հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, ով նախօրեին Փարիզում հանդիպել է Ուկրաինայի նախագահին։ Մեր դաշինքի անդամ պետություններից որևէ մեկի դեմ ագրեսիայի պատասխանը կործանարար կլինի, Վարշավայում հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Յուտեն։ Վլադիմիր Պուտինը կամ որևէ այլ գործիչ, որ կփորձի նման քայլի դիմել, պետք է հստակ ըմբռնի, որ մեր պատասխանը շատ հզոր է լինելու, նշել է Յուտեն Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկի հետ բանակցությունների ավարտին։ This has to be very clear to Vladimir Vladimirovich Putin and anyone else who wants to attack us.